Խնկի ծառի նման ես, պտուղ դու քաղցրահամ ես, բարի պտուղ բերյալ ես, Աստվածածին մեղակ ես։ Սիրելի հավատացյալներ, անցյալ կիրակի հայ առաքելական եկեղեցին տոնախմբեց մեր եկեղեցու 5 տաղավար տոներից Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Այսօր հայ առաքելական շատ եկեղեցիներում, բնականաբար տարբեր երկրներում գործող տոն է Սուրբ Աստվածամոր վերափոխման։ Մենք տոնում ենք նոր տոմարով, իրենք հին տոմարով։ Եվ հայ առաքելական եկեղեցու կանոնների համաձայն նաև հետ վերափոխման Աստվածամոր տոնի 9 օրերը նվիրված են Աստվածամոր փառաբանմանը։ Հայ առաքելական եկեղեցում գրեթե պատմության ողջ ընթացքին մեր հավատավոր ժողովուրդը մեծ հարգանք, սեր է տածել դեպի Մարիամ Աստվածածինը եւ պատահական չէ, որ հայ առաքելական եկեղեցու սուրբ խորանները, սուրբ սեղանները մշտապես զարդարված են Տիրամոր նկարով եւ պատահական չէ, որ Աստվածամորը նվիրված բազմաթիվ խաչքարեր, երգեր, բանաստեղծություններ են հորինվել։ Ինչու համար, որովհետև մեր ժողովուրդը էլ ում միջոցով պիտի իր աղոթքը առավել առաստված վերառաքեր, եթե ոչ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ։ Մեզանից շատերը հավանաբար չգիտեն ով է Մարիամ Աստվածածինը, կամ ավելի ճիշտ գիտեն, բայց կենսագրությունը չգիտեն։ Մարիամ Աստվածածինը Հովակիմի եւ Աննայի դուստրն էր։ Նրան 3 տարեկան հասակում ծնողները տաճարին են նվիրում, որտեղ նա ստանում է աստվածային ուսումնառություն, աստվածսիրության, աստվածիմացության ուսումնառության։ Եվ երբ նա արդեն 14 տարեկան էր, իրեն նշանում են Հովսեփ անունով, դեռ այն ժամանակ արդեն ծերունու հետ, եւ 15 տարեկանում արդեն Գաբրիել հրեշտակապետի ավետումից հետո ծնվում է Քրիստոս։ Եվ ծննդի այդ ավետումից հետո եւ նաեւ Քրիստոսի խաչելությունից հետո Աստվածամայրը մեծ դժվարությունների եւ հալածանքների է ենթարկվում։ Ավանդության մեջ կան բազմաթիվ պատմություններ, թե ինչպես էին իրենք հալածում Աստվածամորը, սակայն Աստվածամայրը մեծ դժվարություններով կարողանում է Քրիստոսին պահել, պահպանել եւ 30 տարեկան հասակում նա երբ սկսում է Քրիստոսը արդեն իր քարոզչությունը մշտապես լինում է Քրիստոսի հետ, մասնակիցն է լինում նաեւ Քրիստոսի այդ տարիների, այդ 3 տարիների հալածանքներին, երբ Քրիստոսի խաչում են, խաչելությունից առաջ Քրիստոս հանձնում է իր ավետարանի առաքյալ Հովհաննեսին իր մորը, որպեսզի խնամի, եւ խաչելությունից հետո շուրջ 12 տարիներ նույնպես մեծ հալածանքներով Աստվածամայրը չի դադարում այդ հալածանքների միջով անցնելուց, միշտ համբերատար, երբ հավաքվում էին տարբեր քարայրերի մեջ, մշտապես եւ առաքյալները եւ հետևորդները քրիստոնեական եկեղեցու Քրիստոսի աղոթում էին եւ այդ բոլորը կատարում էր բնականաբար գաղտնի կերպով։
Եվ այդ ընթացքում կային նաև բազմաթիվ հալածանքներ։ Եվ երբ որ արդեն Գաբրիել հրեշտակը գալիս է երկիր եւ առաքյալները արդեն իմանում են, որ շատ քիչ է մնացել Աստվածամոր ննջմանը, նրանք շատ են տխրում վստահաբար, մինչ Աստվածամայրը հոգեկան այն մեծագին ուրախությունն էր ապրում, որ եկավ այն ժամանակը, որ ինքը կարող է գնալ եւ միանալ, տեսնել իր որդուն, Քրիստոսին, եւ երբ Աստվածամայրը ննջում է 3 օր, հետո Քրիստոս ուղարկում է ամբողջ հրեշտակների դասին, որոնք իրենց գոհաբանական սաղմոսների, սաղմոսերկությամբ գալիս են երկիր եւ Աստվածամորը Քրիստոսի նման, ինչպես Քրիստոսի համբարձումն էր, բարձրացնում են դեպի երկինք։ Սա է պատմությունը մեր Աստվածամոր վերափոխման։ Եվ բազմաթիվ սովորություններ կան նաև, որոնք արվում են եւ առ այսօր պահվել են մեր ժողովրդի մեջ, եւ նամանավանդ հարցեր են ինձ երբեմն ուղում, թե ինչու համար են Աստվածամոր տոնին խաղող օրհնում եւ բաժանում ժողովրդին։ Հիշում եք վերնատան մեջ Քրիստոս նախ հացը վերցրեց, օրհնեց, գոհություն հայտնեց Տիրոջը եւ ասեց. «Կերեք այս հացը, որովհետեւ իմ մարմինն է»։ Եվ գինին վերցնելով ասաց. «Սա է այն այրունը, չէ, որ այն նույն այրունը, որ այսօր գինին է մեր սուրբ սեղանի վրա, որ հետո վերափոխվում է արյան, Քրիստոսի, այսինքն այն մարմնին եւ այրյանը, որը փրկեց մարդկությանը դրախտային կյանքում աստվածային, ուրեմն Աստծո կողմից վտարված Ադամի եւ Եվայի մեղքը մաքրելու համար աշխարհ եկած Աստվածորդուն։ Աստված այնքան էր սիրում մարդուն, որ իր սիրո համար, իր ունեցած նվիրումի սիրո համար մարդու նկատմամբ իր միածին որդուն ուղարկեց, որպեսզի իր վրա վերցնի մեղքը մարդու կատարած եւ նրան նորից երկինք առաջնորդի։ Մարդով եղավ մահը եւ մարդով պիտի լիներ փրկությունը։ Մարդով մտավ մեղքը, հիշում եք, Ադամին եւ Եվային։ Ադամը Եվայի հետ մեղք գործեց, կնոջ միջոցով մտավ մեղքը եւ կնոջ միջոցով վերացվում է մեղքը աշխարհի վրա։ Սա է մեր եկեղեցու վարդապետությունը Աստվածամոր նկատմամբ եւ այս քարոզությունն է նաեւ, որ արվում է մեր եկեղեցիների կողմից Աստվածամոր տոնի առիթով։ Ես վստահ եմ, որ մեզանից շատերը սիրելի հավատացյալներ նամանավանդ Կիրակի օրերին տեսնելով, չէ, եւ լսելով եւ տեսնելով այն մեծ, չգիտեմ, հեթանոսական կասեմ, մոտեցումը խաղողի նկատմամբ, երբ որ այդ բաժանման ժամանակ է լինում, երբ որ խաղողը բաժանում են, ես ասում եմ մեր հավատացյալները ափսոս չգիտեն ինչ են անում։ Չգիտեն ինչ են անում, որովհետև մենք մշտապես հակված ենք եղել տեսանելի փնտրել, գտնել այն ինչ որ մեր դիմաց է։ Մեր հոգու ներսում մենք չենք կարողանում մեր աղոթների մեջ տեսնել Քրիստոսին, տեսնել այն խաղողը, այսինքն խաղողը կա, բայց այն տերևները, որոնք որ պետք է միասին լինեն խաղողի հետ, որը որ մենք ենք ներկայացնում, հատիկները ներկայացնում են Քրիստոս, բայց մենք այն ճյուղերն ենք, որը որ մշտապես իր կողքին պիտի լինենք։ Այս գիտակցությունը վստահաբար մենք չենք ունենում Աստվածամոր վերափոխման տոնի օրը, եւ ոչ միայն
եւ ոչ միայն Աստվածամոր վերափոխման տոնին է սա վերաբերվում։ Մշտապես բոլոր տողերտոներին մենք քրիստոնեական մեր տոների իմաստը, բովանդակությունը, խորհուրդը չհասկանալով փորձում ենք մեզ համար հարմարելի դարձնենք։ 42 տարվա քահանա եմ, 42 տարի սուրբ սեղանից ասել ենք, որ ժողովուրդ մի գնացեք Կիրակի օրերը գերեզմաններ, որտեղ ուրախ օր է, բայց մարդիկ իլ ասում են, գիտեք, այդ օրը հարմար է աշխատանքի չենք, ինչու համար, որովհետև բաց է դուռը։ Գիտեք, որ դուռն է բաց, այն դուռը, որ Քրիստոս ասում է մեզ, երբ որ կմտնեք աղոթելու, ասում են, փակեք դռները եւ ձեր աղոթքը վերառաքեք առ Աստված։ Ինչու փակենք դուռը, որովհետեւ չարը չմտնի այդ դռնով։ Եվ մենք այդ դուռը միշտ բաց ենք թողնում, եւ շատ մարդիկ այդ բացը դռա միջոցով ներս են մտնում եւ փորձում են մեր հոգիների մեջ որոմ խառնել։ Եկեղեցական հոգևոր բովանդակության մեջ մենք չգիտակցելով մեծ խախտումներ ենք անում, հարմարեցնելով մեզ բոլոր արարողությունների մեջ։ Մենք մի ծայրահեղությունից միշտ գնում ենք մյուս ծայրահեղություն, հիմա մենք ցավոք սրտի այն ծայրահեղության մեջ ենք, որ միայն ես բազմաթիվ ասել եմ մեր եկեղեցու քարոզների ժամանակ, խոսված քարոզների ժամանակ, որ մենք շատ անգամներ ընդհանրապես անգիտակից կերպով ենք մոտենում մեր քրիստոնեական եկեղեցուն եւ մեր վարդապետությանը։ Մենք ինքներս չենք կարողանում գտնել եկեղեցու մեջ, չենք կարողանում, դա ամեն պահի երևում է, մեր վերաբերմունքի մեջ, գիտեք, ես տարբեր երկրներում մտնում եմ տարբեր քրիստոնեական եկեղեցիների մասին է խոսքը եւ տեսնում եմ այնտեղ հավատացյալներին, իրենք ինչպես են սերտաճած իրենց պատմությամբ ամրապնդված եկեղեցու մեջ, եւ իրենք գտնում են եկեղեցու մեջ Աստծուն եւ Աստծուն կարողանում են իրենց աղոթքը վերառաքել։ Գնում են տաճար ոչ թե մոմ վառելու, այլ գնում են տաճար աղոթելու։ Ամբողջ աշխարհում այդպես է, նույնիսկ մուսուլմանության մեջ, մուսուլմանները առավել։ Իրենք յուրաքանչյուր պատգամ ճշմարիտ կերպով կատարում են այնպես, ինչպես որ իրենց ավանդված է։ Բայց նայեք քրիստոնյա ամբողջ աշխարհը։ Մենք մտածում ենք, որ մենք ենք եւ մեզանից դուրս չեն գար, չէ, քրիստոնեությունը մենակ մերը չէ։ Քրիստոնեությունը մենք առաջին ընդունեցինք որպես պետական կրոն եւ այսօր վերջինը դարձանք քրիստոնեական հավատքի, ուրեմն ուսմունքի իրագործման նամանավանդ այն բոլոր խորհուրդները, որոնք որ առնչվում են մեզ։ Սկսած մկրտությունից մինչև վերջի խորհուրդը։ Զավակը գալիս է ասում է Տեր հայր մկրտվի, երբ որ մկրտեք ինձ ընկերների հետ, որ չես մկրտում, ներվայնանում են, բա ինչու համար եկել ենք եկեղեցի, ինչի չեք մկրտում, հետո ծնողը գալիս է ասում է Տեր հայր, որ ձեր զավակը գար մենակ մկրտվելու, չեք հարցնի, թե ունես ծնող, թե չունես։ Չէ, որտեղ մենք գիտակ, որ սա ինչից է բխում, որտեղ կարևոր իրադարձություն չի, դա իր ընտանիքի մեջ, պետք է պսակվի, գնացեք ընկերներով մի հատ մկրտվեք ու եկեք։ Եվ ես վստահ եմ, այս անտարբերությամբ եկած, առանց հավատքի եկած, մկրտվողը նաև նույն կերպ պիտի լինի իր պսակվելու ժամանակ, երբ որ իրեն ասեն Տերս, նա հենց այնպես պիտի ասի այո։ Եվ ես վստահ եմ ասում, երբ որ մենք այսպես մոտենանք, Աստծո այն դուռը, որը որ պիտի մտնենք եւ փակենք, մենք դրսում ենք մնալու։ Մենք դրսում ենք մնալու, Աստված չի լսելու մեր աղոթքները, չի կատարելու պարզապես, որով շատ կարևոր է, որ մենք մեր եկեղեցու մեջ յուրաքանչյուր պարագային, երբ որ առնչվում ենք մեր հոգևոր դասիրակությանը, մեր մոտենում ենք մեր հոգևոր խորհուրդներին այդ գիտակցությամբ պիտի մոտենանք, պիտի հավատք ունենանք եւ այս հավատքի, այս ճշմարիտ հավատքի ամբողջականությունն էր, որը կրում էր Աստվածամայրը իր հոգու մեջ, ինքը վստահ գիտեր, իր արգանդի մեջ պահել սնել մեծացրել էր նրան։
Եվ իր համար շատ դժվար էր իր զավակի տեսնել իր զավակի տանջանքները, իր խաչելությունը, բայց ինքը վստահ էր, որ խաչելությանը անմիջապես պիտի հաջորդի Քրիստոսի հարությունը։ Այս Քրիստոսի հարությունը մենք պետք է փնտրենք մշտապես, երբ որ մենք գնում ենք եկեղեցի, պետք է վերահաստատենք մենք մեզ։ Հակառակ պարագային մենք մնում ենք միշտ դռնից դուրս։ Ով ինչպես ուզում է, ինչ ուզում է ասել, մի փոքրիկ հավատ, չէ, ավետարան ինչ է ասում է, եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաս, եթե ասես այս սարը տեղափոխվի, կտեղափոխվի։ Ինչքան հավատք կա այն հավատացյալի մեջ, որ ասենք խաղողի մի փոքրիկ ողկյուզը պաշտամունք դեպի հեթանոսուն գնացող ճանապարհ է։ Բոլորի տներն էլ խաղող կա, այդ խորհուրդը կա Աստվածամոր վերափոխման տոնին, երբ որ մենք օրտում ենք խաղող, բայց մենք օրտում ենք նաև ամբողջ խաղողները, որոնք այն մարդկանց նաև ովքեր մեր անդամներն են մեր եկեղեցու, բայց այդ պահին մեր եկեղեցում չեն։ Երբ որ մենք կարողանանք այդ գիտակցությամբ, մենք զինվենք, մենք գտնենք այն ճանապարհը, որով որ պիտի մոտենանք մեր եկեղեցուն, իսկ ճանապարհը ո՞րն է, դա մեր ճանապարհը մեր եկեղեցական արարողություններն են, ժամերկություններն են, պատարակն է, որով մենք կարողանում ենք առնչվել մեր եկեղեցու հետ։ Մեր մասնակցությունն է, մեր ծխական խորհուրդներով, մեր երիտասարդաց միություններով, ամեն ինչով, չէ, մարդիկ այսպես առանձին հավաքվել են եւ իրենք չեն մոտենում։ Ես ասում եմ, վերջին մի քիչ ավել ես գտնվում էի Միացյալ Նահանգներում եւ այնտեղ տեսնում էի մարդիկ ինչպես են իրանց կիրակի օրը, նույնիսկ հիվանդ վիճակով բոլորը գնում են, որ միասին լինեին այնտեղ։ Այդ միասնությունն է պակասում։ Ունենք այնքան ինչքան ունենք, այն մնացածները գալիս են եկեղեցի միայն արարողությունները կատարելու համար, պսակվում են ձևի համար, նա մի լույս է, այն օպերատորները, որ գցում են, հետո վերջանում է գնում է, բայց ինքը չի ապրում Քրիստոսով, ինքը չի տեսնում Քրիստոսին, ինքը Քրիստոսի համար ինչ-որ կյանքի ոլորտում, երբ որ դժվարություններ է ունենում, մի անգամից վազում է եկեղեցի գնամ աղոթեմ, այդպես չի լինում քրիստոնեություն, կարող է փոքր լինել, բայց պետք է լինի ազնիվ եւ անկեղծ, միևնույնն է ասեք թե չասենք, գալիս են մեր եկեղեցի խոստովանվելու, այդ խոստովանանքը ինքը մի կարևորագույն պահ է մեր եկեղեցում, որը վերաբերվում է եւ խոստովանողին, եւ խոստովանացնողին, նաև հոգևորականին, որովհետև խոստովանվող իրավունք չունի թաքցնելու իր կատարած մեղքը, որովհետև այդ պահին, երբ որ խոսում է հոգևորականի առջև իր մեղքերն է ներկայացնում, որից հետո թողություն է ստանում, որովհետև քահանային է տրված կապելու եւ արձակելու իրավունքը, նաև տրված է պատասխանատվություն քահանային, որ այդ խոստովանանքը չի կարող բացահայտվել։ Գրիգոր Տաթևացին ասում է, եթե քեզ կմորթոտեն անգամ դու իրավունք չունես ասելու այն խոստովանանքը, որ քեզ ասվել է։ Իսկ եթե շատ ստիպեն, ասեք ինքը չի խոստովանվել դա, բոլոր պարագաներում իրավունք չունի հոգևորականը խոստովանանքը բացահայտելու։ Սա եկեղեցու կողմից, գիտեք ես այնչու եմ այս բոլորը այսպես մի քիչ խառնված իրար այսպես ընդելույզված ասում, որովհետև այդ բոլորը մեկ բովանդակություն ունի, անել ամեն ինչ, որպեսզի այդ մեկ մանանեխի հատիկից ավելի պակաս թեկուզ սար չշարժող հավատացյալ ունենանք, բայց անկեղծ հավատացյալը, որը կգա եկեղեցի, կապրի եկեղեցիով, չի ասի, որ Տեր Նորայրի կամ Տեր Վարդանի կամ չգիտեմ Տեր Պետրոսի Պողոսի եկեղեցին, սա իմ եկեղեցին է։ Այդ գիտակցությամբ կգա եւ կմոտենա նաեւ մյուս արարողություններին։ Այդ գիտակցությամբ այն ժամանակ մենք հպարտորեն կարող ենք վստահ լինել, որ Տերը մեր աղոթքը կլսի եւ վստահ լինենք, որ ամենամաքուր մայր այս աշխարհի,
Մարիամ Աստվածածինը իր բարեխոսությունը երբ նա որ հորը կփոխանցի իր զավակի կողքին կանգնած եւ կիրագործվեն մեր բոլոր երազանքները, ցանկությունները, այն աղոթները, որ մենք մեր Տիրոջն ենք վերառաքում։ Այս դժվարին օրերին, երբ որ մեր ժողովուրդը բավականին դժվար պատմության մի շրջան է ապրում, կրկնապատկվում է կարևորությունը քրիստոնեական հավատքի, հավատքը միշտ միավորել է մարդուն, մարդկանց միավորել է եւ այդ ուժն է, որ կարողացել է մշտապես հազարամյակների միջով անցկացնել մեր ժողովրդին, որոնք որ պատմության այդ դառը ուղիներով անցան, մեր ժողովրդի հետ մեր եկեղեցին կիսեց եւ ուրախությունը եւ դառնությունը եւ կարողացանք հասնել այսօրվան, կարողացանք վայելել մեր հաղթանակները, ինչու՞ չէ նաև երբեմն մեր պարտությունները չվայելել։ Թող Աստված պահի պահպանի ձեզ բոլորիդ, Տիրամոր աղոթքը, սերը, թող ստացվի յուրաքանչյուրիս հոգու մեջ նրա համբերատարությունը, մայրական այն մեծ զգացողությունը, որ ուներ Տիրամայրը իր երկրային կյանքի ընթացքում, որ տածում էր իր զավակի, իր Քրիստոսի հետևորդների նկատմամբ, թող օգնական լինի մեզ, որպեսզի մենք կարողանանք առավել մաքուր, առավել ազնիվ մեր աղոթքները վերառաքել առ Աստված եւ ակնկալել նաեւ Տիրոջ օրհնությունը, սերը եւ խաղաղությունը։ Տերը օգնական լինի բոլորիդ այսօր եւ վաղը եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Խնկի ծառի նման ես, պտուղ դու քաղցրահամ ես։ Այս բառերը բոլոր կանանց է ասվում, ես էլ մեր կանանց եմ ասում։